37 տարի ստեղ եմ։ Երեխեքս էլ են ստեղ ծնվել։ Հա, հալը հայլումի ջուր չունենք։ Պատկերացնում ես, այդքան տարի ապրել ենք, տանջվելով, ձորից կրելով, ամասյա մարդկանց դռներ, մարդ ամոթ անում։ Մարդ կարա ամեն օր երթա մեկի ջուրը ծեծի, որ բանը խմելու ջուր տանենք այսօր։ Տիայի մի տեղից գնացել է ջուր բերելու։ Ջրի խնդիրը հնուց եկած պատմություն է, մարդիկ կան ծնված օրից գյուղում ջուր չեն տեսել։ Միայն կրել բերելու ձևերն են փոխվել։ Ղանթարներով ջուր բերողներ այլևս չկան։ Ավտոմեքենաներն են ձևափոխել, բեռնախցիկն ավելի մեծ են դարձրել, որ գոնե օրը մեկ անգամ ջրի համար դեպի ձոր տանող քարքարոտ ճանապարհն իջնեն։ Տիա պոշկեքը այսօր իջացրել են, մեջը շատ ցեխ լցված ջուրներ այդպես մաքուր չէ էլի, որոքման ջուրը։ Իջացրել ենք մեջը մաքրենք, որ նորից երթան երեխեքը բերեն։ Ջուրի վիճակը նայ։ Ու խոսքը օրինակ, էսի մարդ չի կարա օգտագործի։ Այսի որոքման ջուր ենք բերել, էսա խմելու ջուրներ, դղես ամասիայից պետք է բերի։ Մեկի դուրը կզարքի կասի, մի 20-30 լիտր ջուր տանենք օրական։ Մեքենա մենք անցած տարի ենք արել ու միշտ ուսերով են բերել ջուրս։ Ամեն օր նույն գործողությունը ինստի։ Ընտանիք ես կապրիս, ճաշ եփես, ջուր խմես, պանդենես, չայ խմես, ինչով խմես։ Նախկին ադրբեջանաբնակ փոքր գյուղը դատարկվելուց հետո մոտ 200 բնակչով թաղամաս է դարձել։ Ամասիայում 38 տարի թաղամասը նոր Հայասա անունով գիտեն։ Ջրի բացակայության պատճառով կյանքը չափազանց բարդ ու դժվար է բնակվողների համար։ Կենցաղային հոգսերից բողոքողների մի մասն էլ դրա համար թողել գնացել է։ Առանց ջուրի շատ դժվար է, մենակ ես չեմ։ Սաղ բնակիչների ջուրի խաթիր համարյա 70% գնացել են։ Մնացել ենք մենք։ Մենք էլ հնար չունենք, որ մնացել ենք։ Որոքման ջուրնա մենք մեր ուժերով ենք քաշել։ Մենք մեր ուժերով քաշել ենք։ 67 տարեկան մարդ էր, հետնես քաշ ջուր քաշեինք։ Որ ջուր ունենանք, ինչ է ծմեր անասուններ ջարեինք։ Բայց խմելով ջուրը կեսանք կիլոմետր ճամփա գետանք, որ մենք խմելով ջուր բերենք։ Տնտեսություն պահելու համար ռոռոկման ջրի հարցը ինքնուրույն են լուծել գյուղացիներով հավաքվել սարերից եկող ջուրը մինչև բակեր են հասցրել, բայց սա էլ կախված է բնությունից, չորային եղանակներին սարերի ջուրն էլ չեն ունենում։ 4 կողմը ջուր կա, բայց թաղամասը, որ նախկինում նույնիսկ գյուղի կարգավիճակ է ունեցել, խմելու ջուր չունի։ Այստեղա ջուրը աշե աղբուրը գուկա։ Հազիվ վամնեմ լացվիրը սաղորվա մեջ էլի սենքը պես նա կավոր չի գա։ Շաբաթը մեր շաբաթ կեստան սարքինգը Անդեղ որ բացին ժողովուրդը սիստերներով ջուր ընդից կերին էլի մեր երկտուն են կողմ։ Եթե բացին սիստերնը լսվելու համար ստեղ ջուր չի հասնի։ Ջրի խնդրի մասին թաղամասում մնացած 18 ընտանիքները, որտեղ եւ ում ասես չեն պատմել։ Նամակներ ու դիմումներ են գրել, ղեկավարների մոտ բողոք են արել։ Անցած տարի վերջապես ջրի հարցը ընդգրկվել էր սուբվենցիոն փաթեթներում։ Հայասայի բնակիչների համար անսպասելի նորությունը տեղ հասավ տարեվերջին։ Այս տարվա հաստատված սուբվենցիոն ծրագրով ամռանն են սկսել թաղամասի համար ջրամատակարարման ցանց կառուցել։ Ուրեմն արդեն բոմբակայանը տեղադրված է, բոմբակայան համապատասխան բոմբերը Գերմանիայից են ներկրել, շինարարները, քանի որ 120 մետր բարձրության ճնշում պետք է ապահովեր, տվյալ պահին Հայաստանում չկար, սպասում ենք բոմբերի ներկրմանը եւ պատրաստ կլինի ջրամատակարարումը շուրջօրյա։ Խմելու ջուրը մինչև տարեվերջ տներ կհասնի։ Հայասայի ջրամատակարարման ծրագրի արժեքը 45 միլիոն դրամ է, որի 60%-ը 18 միլիոնը ամասյա համայնքի բյուջեի ներդրումն է։ Ջրամատակարարման ապահովման սուբվենցիոն եւս մեկ ծրագիր էլ Բերթաշենում է ավարտվել։ Գյուղի 65 տնտեսություններ այժմ շուրջօրյա գրաֆիկով ջուր են ստանում։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։